Մենք նայում ենք դեպի ապագա, որը իդեպ այսօր է եւ հիմա, եւ այդ ապագայի մասին մեր քաղաքացիները խոսակցություն են ունենալու, մշտական խոսակցություն, որը ունենք երկու բանով, հիմնական հիմնասյուներով, հա, մեկը գաղափարական, իրական Հայաստանի գաղափարախոսություն, 4 հանրապետության հաստատում, հռչակում, այսպես ասած, եւ կատարած աշխատանք, որը ասելու ենք հարգելի քաղաքացիներ, դուք տեսել եք մեր կատարած աշխատանքը, մի մասի վերաբերյալ քիչ առաջ խոսեցինք, այլ չասած կապիտալ, հա, այն որ շոշափ ձեռքով կարելի է շոշափել, ու հարցնելու ենք, ուզում եք, որ այս ինչ որ տեսնում եք ձեր քաղաքում, ձեր գյուղական բնակավայրում, ձեր դպրոցում, ձեր հիվանդանոցում, ձեր մանկապարտեզում, չգիտեմ, այլ ոլորտներում շարունակենք, որտեղ մենք ցույց ենք տվել, որ դա անում ենք, թվերի մասին էլ չխոսամ, հարյուրավոր դպրոցներ, մանկապարտեզներ, հազարավոր կիլոմետրեր ճանապարհներ եւ այլն, եւ այդպես շարունակ։ Եվ ես կարծում եմ, որ ողջամիտ քաղաքացին, որը մեր քաղաքացին է, եւ ես կարծում եմ, որ մեր քաղաքացին շատ ողջամիտ է, ընտրելու է այդ տարբերակը։ Ի տարբերություն ընդդիմադիր ուժերի, որոնք կարծում են, որ քաղաքացին ունակ չէ որոշում կայացնելու, ել չեմ ասում այդ պիտակավորումները մեր քաղաքացիների տարբեր վատ բառերով, չեմ էլ ուզում դրանք եթերից հնչեցնել։ Մենք ապավինում ենք մեր քաղաքացու ողջամտությանը եւ վստահ ենք, որ քաղաքացին ողջամիտ է եւ չի կարող պարզապես օրինակ ընտրել պատերազմը ընդդեմ խաղաղության, չի կարող պարզապես այդպես բան լինել։